Արտաշես Գեղամյան, նախապատրաստվի Իշխան Խաչատրյանը։ Հարգելի գործընկերներ, հայտարարությամբ հարկադրված եմ հանդես գալիս, որտեղ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ շատ վտանգավոր երանգներ հնչեցին պայմանավորված Հայաստան ներմուծվող գազի սակագների հետ, եւ այդ վտանգները կանոնում են հետեւյալում, ընդամենը մի քանի թիվ բերեմ։ Հայաստանի Հանրապետություն վերջին 1 տարվա ընթացքում 120 ռազմաօդային ինքնաթիռներով զենք ու զինամթերք կա ներկրվել Ռուսաստանից։ Ինչ եմ այս թվերը հրապարակում, որտեղ միևնույն է, արբանյակներից դա նկարել են, թշնամին գիտի դրա մասին։ 120 ինքնաթիռ, դա մեր լավ աչքերի համար չեն արել։ Նույն հանրապետության նախագահը կարողացել է մեր ռազմաքաղաքական դաշնակցին համոզել եւ այդ բացառիկ գործարքը կյանքի կոչել։ Եվ այս ամբիոնից կանգնում են օլիգարխենասուն նախագահին։ Սա պատվեր է, անշուշտ պատվեր է, ումով է պայմանավորված ճիշտ այն քաղաքական ուժերի կողմից է պարտադրված եւ երկրների ում համար ցնցող, ասես թե ցնցող մի իրականություն է, կրկնում եմ 120 ռազմաօդային ինքնաթիռներով ներկրված ամենաժամանակակից զինտեխնիկան։ Դրա հետ մեկտեղ մեղանչում են արդարության առաջ, իսկ արդարությունը ո՞րն է։ Արդարությունը նա է, այո, վարչապետը ճիշտ ասեց, ամենաէժան գազը Ռուսաստանից ներմուծվում է Հայաստան։ Ամենաէժան։ Մասնավորապես 2013 թվականին 1000 խորանարդ մետր գազ Սերբիա ներմուծվելու է $370, Ուկրաինա 420, գերմանական BASF ֆիրման 394-ով, Մակեդոնիան, Պոլշան, Չեխիան, Բուլղարիան 500-ից $560 1000 խորանարդ մետրի համար։ Հունաստանը ճգնաժամում գտնվող 427, նույն Թուրքիան 400 խորանարդ մետր, Հայաստանում 270 է։ Ավելի լավ է մի հատ վերլուծություն անենք, ոնց է Ուրենգոյից գազը հասնում ուրեմն Հայաստանի սահման $270 1000 խորանարդ մետրի համար, կրկնակի վրա դիրեն գալիս, տեղ մի բուր Հայաստանում ուրեմն այդ բաժանել։ Առաջիկայում ես խնդրում եմ իմ գործընկերներին ամենայն ուշադրությամբ կանխել բոլոր այն խոսակցությունները, որոնք կարող են այն հեռու գնացող եւ Հայաստանի Հանրապետությանը օդի պես անհրաժեշտ զենքն ու զինամթերքը բերելուն խոչընդոտել։ Շնորհակալություն։